Հայաստանի ամենահարուստ կենսաբազմազանությամբ տարածքներից մեկի Շիկահողի պետական արգելոցի շուրջ նոր մտահոգություններ են բարձրացվել։ Անտառագետ Այսեր Ղազարյանը բաց նամակով դիմել է պետական կառույցներին և միջազգային գործընկերներին, պնդելով, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ինտերակտիվ քարտեզում առկա են լուրջ քարտեզագրական անճշտություններ, որոնց հետևանքով Շիկահողի տարածքի մի հատված դուրս է մնացել Հայաստանի պետական սահմանից։ Սույն նամակով բարձրաձայնում եմ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական հարթակում զետեղված Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բարեփոխումների ինտերակտիվ քարտեզում առկա խնդրահարույց անճշտությունների մասին։ Հաշվի առնելով, որ այս հարթակը մշակվել է GIZ-ի և SDC-ի գործուն աջակցությամբ, գտնում եմ, որ տվյալների սխալ ներկայացումը հարվածում է թե պետական կառույցների, թե միջազգային գործընկերների հեղինակությանը։ Քարտեզագետ Ռուբեն Գալչյանը մեկնաբանելով Շիկահողի և ներքին հանդի հատվածի շուրջ բարձրացված մտահոգությունները, նշում է, որ նման պնդումները պետք է գնահատել բացառապես սահմանազատման հիմքում ընկած պաշտոնական քարտեզների համատեքստում։ Քարտեզագետի խոսքով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման գործընթացի հիմքը հանդիսանում են 1970-ականների խորհրդային ռազմական շտաբի քարտեզները, որոնք ընդունվել են որպես հենակետ նաև Ալմաթիի հռչակագրի տրամաբանության շրջանակում։ Ըստ այդ տրամաբանության և Հայաստանը և Ադրբեջանը տարածքային պարտավորություններ ունեն։ Ադրբեջանը մեծ վերադարձների ունի 240 քառակուսի կիլոմետր, այսինքն 200 քառակուսի կիլոմետրը 5000 հեկտար, եւ դրանք դեռ չի արել իհարկե, դա արդեն տարբեր խնդիր է, քանի որ Պարոն Ալիևը ստորագրել է Վաշինգտոնում անցյալ տարվա օգոստոսին, որ դրանք պետք է իր զորքերի հետ պետք է քաշի իր սահմաններին ըստ Ալմաթիի հռչակագրում նշված սահմանների, եւ այդ գործը չի արել։ Պետք է անի եւ մեր հիմա այսօրվա նպատակը հանդի լինի իշխանություններին, որ Ադրբեջանին պարտադրել, որ եկեք դուք ինչ որ ստորագրել եք, կատարեք։ Ղազարյանի պնդմամբ Կապան համայնքի ներքին հանդ բնակավայրի հատվածում շուրջ 370-ից 380 հեկտար տարածք քարտեզի վրա ներկայացված է այնպես, որ չի ներառվում Հայաստանի պետական սահմանի ներսում։ Նրա գնահատմամբ խնդիրը միայն տեխնիկական չէ, քանի որ այն վերաբերում է նաև բնապահպանական եւ անվտանգային հարցերի։ Միաժամանակ Գալչյանը հիշեցնում է, որ սահմանազատման գործընթացը դեռ ամբողջությամբ ավարտված չէ, ուստի տեղանքում առկա իրավիճակի եւ քարտեզների միջև տարբերությունը միշտ չէ, որ կարող են վերջնական գնահատականի հիմք հանդիսանալ։ Նրա կարծիքով նման հարցերի շուրջ մասնագիտական քննարկումը պետք է հիմնված լինի ճշգրիտ քարտեզագրական տվյալների եւ կոորդինատների վրա, իսկ սահմանների վերջնական դիրքը հնարավոր կլինի գնահատել միայն սահմանազատման աշխատանքների առաջընթացի համատեքստում։ Ըստ քարտեզների պիտի գնան, բայց քարտեզների պիտի գնան ինչ ժամանակ եւ մեր սահմանազատումը կատարված լինի։ Այսօր մեր սահմանազատումը հազիվ եղածի 1%-ն է սահմանազատել եւ մեծ գործ ունի անելիք եւ երկարատև 10-20 տարվա աշխատանք է դա։ Եվ դրա համար է, որ մոտավորապես ոչ ոք չի կարող ասել, որ Հայաստանի սահմանը իրականում որտեղ է, բայց գիտենք թղթի վրա որտեղ է, բայց թուղթը պիտի ներ հողի վրա բերել։ Դա է նշանակում։ Թղթի վրա գծված է, որ Հայաստանի Ադրբեջանի սահմանը երկկողմ համաձայնեցված 1970-ական թվականներին։ Բայց դեռ այդ գործը չի արվել, գծված թուղթը հողի վրա տեսնենք այդ որտեղ է այդ գիծը հողի վրա։ Իսկ անտառագետը նշում է, որ խնդրահարույց տարածքը ներառված է նաև Շիկահող պետական արգելոցի նոր կառավարման պլանի քարտեզներում, ինչը ըստ նրա վկայում է, որ այն շարունակում է համարվել Հայաստանի տարածք։ Խոսեցինք Շիկահողի վարչական ղեկավար Զորիկ Նավասարդյանի հետ, պարզելու համար, թե արդյոք տեղյակ են քարտեզագրական անճշտություններից, ասաց, որ Շիկահող պետական արգելոցի հետ վարչական շրջանը առանձնապես կապ չունի, տեղյակ չեն։ Այդ խնդիրը կա, ես էլ տեղեկություն ունեմ լրատվականներից, մեկ էլ իրականություն սենց որ աշխովն ժամանակ են, որ մենք չենք հիմա իրանք են այդ տարածքում, բայց կոնկրետ վարչական շրջանում տենց խնդիր չկա։ Արգելոցի տարածքը ընդհանրապես ես տեղյակել չեմ, որտեղ ով գնում ինչ անում։ Բաց նամակում անդրադարձ կա նաև Շիկահողի անտառներին, որոնք ըստ հեղինակի գտնվում են վտանգի տակ։ Նա կոչ է անում պետական մարմիններին և միջազգային կազմակերպություններին իրականացնել քարտեզների աուդիտ և ճշգրտել տվյալները։ Թեման առանձնագիարդիական է նաև այն պատճառով, որ Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17 համաժողովը։ Ըստ նամակի հեղինակի Շիկահողի տարածքում հնարավոր բնապահպանական խնդիրները պետք է ներկայացվեն նաև միջազգային հարթակներում։ Անահիտ Սարգսյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։